Դու ընդհանրապես հասկանում ես ում մասին ինչ ես խոսում, Արմո։ Հանգստացի։ Ասում եմ այն ինչ որ կա։ Ունես չի ես իմացել եմ այդ պատմության մասին։ Ինձ Նարենն է պատմել։ Ինչ ա պատմել։ Այն օրը որ Մարգարի լակոտը ձեր տուն էր եկել։ Ու Նարեն բոլորիդ ասեց որ չի գնալու հետը։ Դրանից հետո գնացել եմ։ Ու ոնց հասկանում եմ Մարգարի լակոտը վատ է պահել իրան։ Ոնց թե վատ ա պահել, Արմո։ Ճիշտ է, Հայկի իմ աչքի լույսը չի, բայց ով է լիներ իրա փոխարեն Նարեին գրկաբաց չէր ընդունելու։ Ինչքան էլ որ Նարեն քո համար կարևոր է, իմ համար էլ է կարևոր։ Բայց դու մի պա քեզ իմ փոխարեն պատկերացրա։ Նարեն լացակումած իմ տուն է եկել։ Առաջի բանը որ մտքովս անցնում էր գնալն ու այդ լակոտի գլուխը ջարդելն էր։ Բայց ես այդ չարեցի, որովհետև ավելի կարևոր էր Նարեի կողքը մնալը։ Հետո, Արմո։ Ամբողջ գիշեր իմ տանն է եղել։ Խոսել ենք իրար հետ։ Ճիշտը որ ասեմ, ես էլ էի զարմացել, թե ինչի էր իմ տուն եկել։ Բայց ինչ անեի, հո դուրս չէի հանելու։ Ինչ եք խոսել, Արմո։ Ինչի էր քո տուն եկել ու ինչի եմ ես հիմա իմանում դրա մասին։ Ես էլի քեզ դրա մասին չէի ասելու։ Ուղղակի չեմ ուզում, որ իմ դեմ տրամադրվես։ Այդ օրը ինքն ու Հայկի իրար հետ են եղել։ Չգիտեմ ինչ են խոսացել կամ այդ լակոտն ինչ արել։ Բայց պարզից էլ պարզ էր, որ Նարեն ահավոր նեղված էր ու վիրավորված։ Ամբողջ գիշեր խոսացել ենք, որ Նարեն հանգստանար։ Վրամ, եթե այդ վիճակին Նարենի մոտ է եկել, ուրեմն այդ մի բան նշանակում է, չէ՞։ Արմո, ինչ են խոսել այդ լակոտի հետ, որ Նարեն այդ վիճակին է հասել։ Չգիտեմ, երևի կռվել են իրար հետ։ Մարգարի թոռը վիրավորված է, որ Նարեն չի գնացել։ Մի հատ սխալ, Արմո։ Ես վերջին անգամն ես, վերջին հույսն էր այդ լակոտի։ Մի աննշան սխալ, մի հատ փոքր սխալ ու ես այդ լակոտին նենց եմ կորցնելու, որ ոչ մեկ չգտնի։ Ու էլ ոչ մի բան հաշվի չեմ առնելու, Արմո, այդ լակոտին էլ իր աղբորն էլ հոր մոտ եմ ուղարկելու։ Հերիք եղավ արդեն։ Շատ երկար են այդ լակոտները նույն օդը շնչում իմ հետ հավասար։ Ոնց հասկանում եմ, այս աշխարհը շատ փոքր է մեր երկու ընտանիքների համար։ Կամ մենք պիտի ապրենք, կամ դրանք։ Ու նենց չի, որ քո ասածները իմ կյանքում ինչ-որ բան փոխեց, Արմո։ Ես էլի ոչ մի բան չհասկացա, որովհետև կծկտուր ինչ-որ բաներ սկսեցիր խոսալ։ Նարեն քեզ ինչ-որ բան որ ասի, ինձ անպայման կասես։ Կասեմ։ Մեր սիրահներին ու պայմաններին արդեն ծանոթ ես, Լիլիթ ջան։ Եթե ինչ-որ հարցեր ունես, սիրով կլսեմ։ Իրականում ամեն ինչ շատ հիանալի է, ինձ շատ դուր է գալիս, թե տարածքը, թե աղջիկները, թե միջավայրը, ամեն ինչ շատ տրամադրող է։ Ուղղակի մտածում եմ կարողանալու եմ ես այս ամեն ինչը արդարացնել։ Լիսի, մենեջերի աշխատանքը այդքան էլ բարդ չի, ոնց դու ես պատկերացնում։ Բացի դա էլ բոլորս կողքիդ ենք, կօգնենք ինչով կարող ենք, մինչև ինտեգրվես աշխատանքին։ Իսկ ես երբվանից կարամ սկսեմ։ Վաղվանից էլ կարող ես գալ։ Լուրջ։ Ես արդեն այս մեծ ընտանիքի անդամ եմ դառնալու։ Հա, ու մի բան է, այն հաճախորդները, ովքեր ձեռք են բերում Լեդիզոնի փաթեթ, կարող են անսահմանափակ հյուրեր բերել իրենց հետ, բոլորին տեղեկացրու։ Լուրջ։ Այս շատ լավ առաջարկ է, ես անպայման կբերեմ։ Շատ լավ, կսպասենք։ Չես հավատում, չէ՞ ինձ։ Նարե, ես քեզ հավատում եմ։ Ուղղակի չեմ հավատում, որ մինչ օրս վրամին լավ չեմ ճանաչել։ Արմոնը։ Արմոն գիտի չէ, որ դու իրեն չես սիրում, ոնց է համաձայնել ամուսնանաք։ Արմոնը ամեն ինչի պատրաստ է, մենակ թե ես իր հետ լինեմ։
Չնայած ինչ կա զարմանալու։ Հարազատ ծնողներս շատ լավ գիտեն, որ ես Արմոին չեմ սիրում ու չեմ էլ սիրելու, բայց հենց հիմա իմ հարսանիքի պատրաստությունն են տեսնում։ Ոչ մեկ իմ մասին չի մտածում, ոչ մեկ չի փորձում հակառակը համոզել։ Իհարկե ես իմ որոշումը արդեն կայացրել եմ, ուղղակի այս իրավիճակը տեսնելուց մարդկային շատ արժեքներ կան, որ իմ ներսում մեռնում են։ Լավ, արի ես գնամ թեյ պատրաստեմ, միասին խմենք, երկուսս էլ հանգստանալա պետք է ծանր խոսակցությունից հետո։ Չէ, չեմ ուզում։ Նարը, խնդրում եմ, գնում եմ բերեմ երկուսիս համար։ Լավ։ Ախպերը չի հանգստանում նարը։ Մի կերպ եմ համոզել, որ էլի մի բան չանի։ Էդ էլ արել եմ, որովհետև խոստացել եմ քեզ։ Մի հատ սխալ Արմո։ Ես վերջին անգամ էր, վերջին հույսներ այդ լակոտի։ Մի աննշան սխալ, մի հատ փոքր սխալ ու ես այդ լակոտին նենց եմ կորցնելու, որ ոչ մեկ չգտնի։ Էլ ոչ մի բան հաշվի չեմ առնելու, Արմո, այդ լակոտին էլ իր աղբորն էլ հոր մոտ եմ ուղարկելու։ Հերիք եղավ արդեն։ Շատ երկար են այդ լակոտները նույն օդը շնչում իմ հետ հավասար։ Ոնց հասկանում եմ, այս աշխարհը շատ փոքր է մեր երկու ընտանիքների համար։ Կամ մենք պիտի ապրենք, կամ դրանք։ Հիմա էլ կասես, որ չես հավատում։ Այս աշխարհը շատ փոքր է մեր երկու ընտանիքների համար։ Կամ մենք պիտի ապրենք, կամ դրանք։ Արդեն հույսս կորցրել էի, որ գալու ես։ Ինչ կա, նորմալ է ամեն ինչ։ Հա, ամեն ինչ նորմալ է, Հայկ։ Խոսացիր տղեկի հետ։ Արեցիր այդ ճշտումները։ Հա, խոսացել եմ, Հայկ, ինչ որ տարօրինակ բաներ է կատարվում։ Ես էլ չգիտեմ, թե ինչ։ Ինչ տարօրինակ բան։ Ինչ ես իմացել։ Տղերքը ասում են, որ բարոն ինչ որ խոսակցությունների մեջ է անկել։ Փոքր թեմայի շուրջ խոսակցություն ա եղել ու մեծ հարց ա դարձել։ Բայց Հայկ, ես մտածում եմ, էս այդ հարցը չի, որ դրա համար կարան մարդուն կախեն։ Տղերքից ասում են, որ գիշերը նամակ ա ստացել։ Ինչ որ մեկից, ինչ որ բան ա բերել։ Ով։ Ինչ նամակ։ Ով պիտի ինչ որ բան բերեր։ Էդի չգիտեն, բայց ասում են մեջը թուղթ ա եղել, կարդացել է ու ջղայնացել է։ Տղեկը հարց են տվել, ոչ մեկի հարցին չի պատասխանել։ Ու տենց գիշերն էլ չի քնել։ Բայց ամեն դեպքում երկու հարցի պատասխանել է, ասել է ես էլ բան չգիտեմ, թող լույսը բացվի կհասկանամ ինչ ա կատարվում։ Խաչիկ ինչ նամակ։ Ինչ թուղթ։ Չկա իմ այդ թուղթը ոչ միտեղ։ Չէ, չկա։ Տղերքը ասում են, որ հաստատ մոտնա եղել, բայց թե ուր ու ոնց է անհետացել ոչ մեկ չգիտի։ Ամեն ինչ քանի գնում ավելի իրար է խառնվում։ Մի բանը որ հաստատ է Հայկ, Վարուն ինքնասպան լինող տղա չէր։ Ու ամենակարևորը ստեղն է, որ միջև իմ այդ հարցը չեմ բարձել։ Ու այդ նշանակում է, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան մենք մտածում ենք։ Լավ, ես մի հատ կխոսամ քննիչի հետ, հետո տեսնեմ իրանք ինչ են բարձել։ Հայկո հիշում ես, չէ՞։ Այս հարցի շուրջ ոչ մեկին ոչ մի բառ։ Հա, հիշում եմ։ Դու հանգիստ եղի, ես լավ գիտեմ, որտեղ ինչ պիտի խոսամ։
Ալա, Քո ասած հյուրանոցի մոտ եմ։ հա, բարձրացի, ես սպասում եմ։ Վերսալի։ Արի առաջ։ Դրամաբանականը քո այս տեսակ սառնությունը ուղղակի կներես ես չեմ կարող քո հանդեպ սառը լինել։ Ծնվածը տորից քեզ պահել եմ, միասին ենք մեծացել, մինչև որ Լալա, ես եկել եմ, որ խոսենք։ լավ կխոսենք։ Նստիր, կարող ես վերարկուտ հանել։ Ես հիմա մեզ համար սուրճ կասեմ բերեն, լավ։ Շատ կուզեի քեզ օգնել, ուղղակի հավատա չգիտեմ ինչ ասեմ։ Ոչ մի բան պետք չի ասես։ Ես գիտեի, որ վրամը պատրաստ չի մերոնց հետ հաշտվելու, բայց մտածում էի, որ հանուն ինձ նոր խնդիրներ չի ստեղծի։ Նարը այս պահին ենքան բանա ներսումս փշրվում։ Մի բան կա, որ հաստատ է։ Վրամը քեզ սիրում է։ Բա ասեցիր քեզ վատ ես գունար է։ Ես էլ գիտեմ քնածս չէի գայս, որ քեզ չանհանգստացնեի։ Ինչա պետք մամ։ 1000 մի հարց կա քննարկելու ու խոսելու։ Եթե զրուցելու ժամանակ ունես, ավելի լավ է գայիր ու քննարկենք, թե ինչ ենք անելու։ Շաբաթվա վերջ հարսանիք եք նշանակել։ Ու ոչ ոք ոչ մի բանով ինձ չի օգնում։ Հիմա ինչի համար էր եկել։ Եկել էր գլուխդ էլի հիմար մտքերով լցներ։ Պետք չի այդ աղջիկա այդտենց կոպիտ լինել։ Վայ, ապրես Նարե ջան։ Դու էլ անցար իրա կողմը։ Հերթով բոլորիդ իմ դեմ ադրամադրում այդ աղջիկը։ Ինձ մենակ կթողես։ Չէ։ Խնդրում եմ։ Եղավ։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Վրամ խնդրում եմ զանգերիս պատասխանի։ Դու պետք է իմ հարցերին պատասխանես, վրամ խնդրում եմ։ Եթե ուզում ես, ես կարող եմ դուրս գալ, դու հանգիստ խոսի։ Չէ,
Նստի նորմալ է, եկա կխոսեմ։ Լալա, դու մի քանի օր առաջ եկել էիր մեր տուն։ Ու այդ նշանակում է, որ ասելու բան ունես։ Հա, ունեմ։ Արի հիմա հստակ մի բան հասկանանք, Լալա, որից հետո նոր ես կլսեմ քո ասելիքը, լավ։ Լավ։ Ասա, Վրամ ջան։ Ես գիտեմ ինչ ա եղել։ Գիտեմ ուր ա Աշոտը ու գիտեմ ինչ ա կատարվել իրականում։ Ես քո գալու նպատակը չգիտեմ, Լալա, բայց ենթադրում եմ։ Ու ուզում եմ հասկանաս, որ հերս ինչ էլ արած լինի։ Ես ինչ վերաբերմունք էլ ունենամ եղածի հանդեպ, դրանից չի փոխվում այն, որ Սաքոն իմ հերն է։ Ու ես չեմ եկել այստեղ, որ քո ու Մարգարիտ տղու սիրո հեքիաթները լսեմ։ Ոյ Վրոմ։ Ինձ ոչ քո հուզական պատմություններն է հետաքրքիր։ Ոչ էլ ես այդքան ռոմանտիկ եմ, որ ազդվեմ։ Իսկ ես քեզ հետաքրքիր չեմ, Վրամ։ Ես օտար մեկը չեմ, չէ։ Դու էլ այնքան փոքր չես եղել, որ մոռանայիր ինձ կամ այն թե ինչքան կապված ենք եղել։ Ես այդքան բանը լավ հիշում եմ։ Դրա համար էլ հիմա ստեղ եմ։ Գիտես, ես հասկանում եմ։ Ես սպասում էի նման վերաբերմունքի։ Ի վերջո քո մեջ նաև հորդ դաստիարակությունն է խոսում։ Բայց ինչքան էլ որ դու սառը ու չոր թվաս, մեկը ես շատ շնորհակալ եմ, որ հիմա այստեղ ես ու քեզ տեսնում եմ։ Ես չեմ նեղանում քեզնից, իսկապես ինչ էլ որ ասես չեմ նեղանա։ Մի տեսակ այդ նեղանալու ու ցավ զգալու կարողությունը կորցրել եմ։ Չգիտեմ անգամ դա լավ է թե վատ։ Ինչ որ մեկն ասում է ուժեղ եմ դարձել։ Մեկը ասում է դադարել եմ ապրել, չգիտեմ։ Ամենայն դեպս ես երանի կտայի, որ թույլ լինեի, բայց վստահ որ այս աշխարհում ինչ որ մեկից պաշտպանություն կստանամ։ Ինձ համար միշտ այդ հենման կետը պապատա եղել, ուղղակի հենց ինքն էլ ինձ ուժեղ դարձրեց։ Չէի ուզում, պատրաստ չէի, բայց այլ տարբերակ չկար։ Այսքան տարի պապան չի թողել քո մասին ոչ մի բառ խոսանք։ Բայց իր համար էլ հեշտ չի եղել, Լալա։ Իրոք։ Պատկերացնում եմ ինչքան դժվար ա եղել։ Իրոք շատ բարդ է իմանալ, որ քույրդ գիշերելու տեղ չունի ու հանգիստ ապրել։ Իրոք հասկանում եմ։ Շատ դժվար է իմանալ, որ քույրդ ուտելու ոչինչ չունի, որ դռնեդուր ընկած օգնություն ա խնդրում ու իր առաջ դուր բացող չկա ու այդ մտքով ապրել։ Իսկապես շատ դժվար է։ Դժվար է իմանալ, որ քույրդ մի կտոր հաց չունի ծամելու։ Այն դեպքում, երբ դու ծայրից ծայր սեղաններ ես գցում, որ մարդկանց աչքին հյուրընկալ թվաս։ Ես իրոք շատ լավ հասկանում եմ։ Պատկերացնում եմ ինչքան դժվար է։ Ինչքան դժվար կլիներ իր համար լսել իմ մասին ամենավատ բաները ու լռել։
լռել ու չասել, թե ինչ ա եղել իրականում։ Իսկ իրականում ես ոչ մի վատ բան չէի արել։ Լալա, դու ու Աշոտը Ես ու Աշոտը սիրել ենք իրար։ Ուսակոյին պիտի ասեինք դրա մասին։ Հա, մենք դա թաքցրել ենք, որովհետև ես էի վախենում։ Ես էի վախենում Սակոյից։ Իսկ ինքը ոչինչ չցանկացավ լսել։ Ուղղակի ստիպեց, որ նամակ գրեմ, իբր փախնում եմ Աշոտի հետ։ Ինքը ինձ մերժեց։ Ուղղակի ջնջեց իր կյանքից։ Ու անգամ այսօր, երբ ես գալիս եմ, ու ինքս եմ փորձում ինչ-որ քայլ անել, ինձ ոչ ոք ներս չի թողնում։ Ես թշնամի եմ դարձել բոլորի համար, բայց իրականում ես ինձ եմ զոհել, որ մնացածի համար լավ լինի։ Ինձ ստորացրել են, բայց ես լռել եմ։ Ինձ նվաստացրել են, բայց ես ձայն չեմ հանել, որովհետև ոչ ոք չէր կարող պաշտպանել, ոչ ոք չկար իմ կողքին։ Վրամ, կներես, որ հիմա քեզ պատմում եմ այն քաոսի մասին, որի միջով ես անցել եմ, միգուցե դա քեզ հետաքրքիր չի, ուղղակի ուզում եմ հասկանաս, որ ես դրա պատճառով կորցրել եմ ամեն ինչ։ Տուն, կյանք, ընտանիք, երեխա։ Ու այդ իմ բոլոր կորուստների մասին հայրդ իմացել է։ Պապան։ Պապատ էլ, մամատ էլ։ Գիտես չկա աշխարհում ավելի վատ բան, երբ դու գիտես, որ աշխարհի ինչ-որ անկյունում ունես աղբեր, տուն, բայց քեզ զգում ես աշխարհի ամենամենակ ու դժբախտ մարդը։ Կներես, Վրամ ջան, դու ասացիր, որ այս ամենը քեզ հետաքրքիր չի, բայց ես զգացմունքներիս տեղի տալով քեզ վատ վիճակի մեջ դրեցի։ Չէ, նորմալ է, լալա, ես այդ նկատի չունեի։ Ես անկախ ինձնից սկսեցի խոսել, ուղղակի գիտես, երբ ներսումդ փոթորիկներ են ու դու երկար ժամանակ լռում ես այդ մասին, արդեն բարդ է դառնում ապրելը։ Ես կարող եմ քեզ համար օտար մեկն եմ, բայց դու Նարեն, Կարոնին, պահած երեխեքն եք, ես չեմ կարող ձեզ չսիրել։ Գոնե խոսելու օգնում է, ինչ որ կերպ կարողանում եմ արտահայտվել, բայց ամեն մեկի հետ էլ չես կարող, չէ՞ խոսել։ Իսկ քո հետ անկախ ինձնից սկսեցի, կներես, ուղղակի Լալա, չէ, պետք չի հիմա արդարանաս, դրա կարիքը չկա։ Եթե լավ չես զգում քեզ, դուրս գանք, ավելի հանգիստ մի տեղ գնանք, նստենք, խոսենք, կարող է օգնի քեզ, չգիտեմ։ Ու համ էլ շատ հարցեր կան, որոնց պատասխանները ես իրոք կուզեմ ստանամ։ Գուշակի ով է։ Որ չեմ տենում դեմքդ ոնց գուշակեմ։ Լիլիթ։ Շատ անսպասելի այց։ Նենց հետաքրքիր է, ում է իր սպասում։ Աչքերդ փակեր չէիր տեսնում, ձայնիցս էլ չհասկացար։ Մի ծիծաղի, երբ որ ես ջղայնացած եմ։ Ախր շատ լավ ես է ջղային անում։ Ձեր ես առնում ինձ։ Լավ էլ ոչ մի բան չեմ ասում։ Արի գրկեմ։
Չեմ ուզում։ Բայ ասում եմ արի գրկեմ։ Վայ ես էլ ասում եմ չեմ ուզում։ Բայց ոնց որ դեմը չես։ Դու վատն ես։ Բայց դու ինձ տենց վատն ես, չես սիրում։ Ես քեզ երբեք դրա մասին չեմ ասել։ Ճիշտ ես ասում։ Ու հիմա այդ սխալը կուղենք։ Ես քեզ ոչ մի բան չեմ ասելու։ Լիլիթ, լավ, գոնե մի անգամ։ Ոչ մի անգամ։ Լիլիթ, ես քեզ այդքան ասում եմ, որ քեզ սիրում եմ, գժվում եմ քո համար։ Դու քեզ լավ ես, չես զգում։ Քեզնից ինչ ա գնում մի անգամ ինձ ասես, որ սիրում ես ինձ։ Կներես, ես չեմ կարող քեզ ոչ մի հարցում օգնել, Միքայել։ Էդ ուր լի։ Քյարի չեմ խանգարում։ Չէ ցավոք նստի։ Ինչ կա տեսար խաչիկին։ Հա, տեսա։ Բայց հարցերիս պատասխանները ստանալու փոխարեն հարցերը շատացան։ Ինչի։ Ինչ որ կծկտուր բաներ էր ասում։ Ասում էր, որ Վարոն լավ չի եղել, նամակ է ստացել դրսից։ Չգիտեմ, քեռի, նենց բաներ էր խոսում, որ անընդհատ ոնց որ ասածները մեկը մյուսին հակաս էին, ոնց որ լիքը բան իմանար, բայց չուզեր խոսար։ Օրինակ, ինչ էր ասում։ Վստահ ասում էր, որ ինքնասպան չի եղել։ Դե այդ ես էլ գիտեմ։ Ու ամենահետաքրքիրն է նա, որ այդ նամակը կարդալուց հետո ավելի ավատացել Վարոն։ Չի քնել։ Այսինքն ինչա դուրս գալիս, որ այդ նամակում նենց բանա գրած, որ ուղիղ կապ ունի սպանության հետ։ Բայց դե որ խորը նայում ես ամեն ինչ ոստիկանության քթի տակ ա եղել։ Դե չէ ոնց կարա խուց նամակ մտնի ու դուրս գա։ Ես փաստաբանի հետ անընդհատ կապի մեջ եմ։ Ոչ մի նամակի մասին խոսք չի եղել։ Ես էլ եմ էլի այդ ասում։ Լավ ուր այդ նամակը։ Ով կարար մտներ խուց այդ նամակը վերցնել ու դուրս գար։ Այն դեպքում եթե Վարոյին կախված են գտել։ Ու այն դեպքում եթե 24 ժամ բոլորը խիստ հսկողության տակ են քերի։ Մտածում ես խափում այդ տղեն։ Մտածում եմ, որ վախեցած է ու ինչ-որ բան կիսատ է թողում։ Լրիվ չի պատմում։ Գիտես քերի, որ խոսում էին ամենասկզբում Խաչիկի հետ, ինքն էլ էր ոգևորված։ Ուզում էր հետս խոսար ու պատմեր ամեն ինչ։ Հետո կորավ։ Զանգում էի չէի կարում հետը կապի դուրս գայի։ Իսկ հետո որ կապի դուրս եկա, արդեն ինչ-որ խառը բաներ էր խոսում, ոնց որ վախեցած լիներ։ Նենց տպավորություն է, որ գիտի, շատ բան գիտի, բայց չի խոսում։ Ինչը նկատի ունես։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ այս ծրագրված սպանություն է։ Ուղղակի պիտի հասկանամ էլի, քերի, չգիտեմ, ինչի համար։ Ով, այդ ինչ նամակ է։ Նշանակում է, որ այդ նամակը ուղարկել է, ուրեմն ներսում իր մարդն ունի։ Կարող քեզ մի բան լսնեմ խմես։ Չէ, չեմ ուզում։ Չեմ ուզում, քերի, քանի գնում ենքան ավելի քո ասածին եմ գալիս ու հանգում։ Որ ասածին։ Ադամյանների մասով։ Ինչ Ադամյանները։ Դրանց մատը խառն է սպանության մեջ։
Հիմա արդեն լավ ես։ Հա, հիմա ավելի հանգիստ եմ։ Նայում եմ ու հիշում եմ քեզ փոքր ժամանակ։ Ոնց էիր մորդ ու հորդ բարկության պահերին վազում ու թաքնվում թիկունքումս։ Հիմա երկար ժամանակ է անցել ու իրավիճակը նույնն է, ուղղակի հիմա էլ ես եմ զգում քո պաշտպանության կարիքը։ Վրամ ջան, ես չեմ ուզում մտածես, որ չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ուզում եմ ձեզ իմ խնդիրներով ծանրաբեռնել։ Ուղղակի ես 10 տարի դիմացել եմ ու հիմա էլ ուժ չունեմ։ Երբեմն ուղղակի մտածում եմ կյանքից վերջ տալու մասին, որովհետև իմաստ չեմ տեսնում ապրելու, ուժ չեմ գտնում ներսումս։ Երբ երեխես կողքիս էր, ամեն ինչ ուրիշ էր։ Միգուցե էլի դժվար էր, բայց գոնե զգում էի, որ այս կյանքում ինչ-որ մեկը իմ պաշտպանության կարիքն ունի։ Հիմա էլ չգիտեմ ինչի համար եմ ապրում։ Ես էլ հույս չունեմ, որ երեխուս մի օր կգրկեմ։ Ես երազում եմ դրա մասին, բայց ես դրա հնարավորությունը չունեմ։ Ես չգիտեմ նույնիսկ իր համար ավելի լավ կլինի, որ ինձ հետ ապրի, թե առանց ինձ։ Ինչ ես տենց ասում, Լալա։ Որովհետև ես կործանված մարդ եմ, Վրամ։ Ես ինչ կարող եմ տալ իմ երեխուն։ Մենակ միայնություն ու ցավ։ Ինքան եմ ուզում իրեն գրկել ուղղակի։ Ոչ մի հնարավորություն չունեմ։ Երբ գալիս էի Հայաստան, մտածում էի, որ այստեղ ինչ-որ աջակցություն կգտնեմ, բայց սխալվեցի։ Ես Սաքոյի հետ հանդիպել եմ։ Բայց իրենից գիտես ավելի շատ եմ հիասթափվել, քան 10 տարի առաջ, որովհետև ինքը չի փոխվել։ Մի պահ պատկերացրու, որ իմ փոխարենն Նարենն է։ Դու իր հետ նույն կերպ կվարվեիր ու հանգիստ կապրեիր, Վրամ։ Ես չեմ խոսում մենակ իմ մասին, լավ, իմ փաստը մի կողմ դնենք։ Իր հարազատ ընկերոջը սպանեց, երեխեքին որբ թողեց, ու այնպես արեց, որ ամբողջ կյանքում այդ ընտանիքին մատով ցույց տան։ Ես լավ չեմ խոսում ուրիշ մեկի մասին։ Մեր ծնողները վաղուց էին մահացել ու ինքը գիտեր, որ այս աշխարհում էլ ոչ ոքի չունեմ, բայց դուրս շպրտելուց առաջ մի վայրկյան չմտածեց ու չխղճաց։ Դու ասա ինձ, Վրամ, դա արդար է։ Դու այն օրը դրանց անունը որ տվեցիր, այդ պատահական չէր։ Ես ուղղակի բարձրաձայն ասեցի, մոռացի։ Ինչը մոռանամ, քերի, ոնց մոռանամ։ Հայկ, ես նորից եմ ասում, ես ուղղակի բարձրաձայն մտածել եմ։ Ես այն հարցը չի, որ ոտի վրա ես լուծվում է։ Դու որ ասեցիր դրանց մասին։ Ես չլսեցի քեզ, չկենտրոնացա քո ասածի վրա։ Բայց դու երբեք օդի մեջ ոչ մի տառ բառ չես ասում, քերի, ուր մնաց այս թեմայով։ Հա, Հայկ, ճիշտ ես ասում, բայց այդտեղ սպանություն է եղել։ Մենք պետք է հստակ իմանանք ինչ է եղել։ Հայկ, այդ դեմքիդ արտահայտությունը ինձ շատ լավ ծանոթ է, ու ընդհանրապես դուրս չի գալիս։ Դու հիմա ադամյանների կողմն ես անընդհատ մտածում, բայց թշնամին երևի լրիվ ուրիշ տեղ է։ Ով ուզում է լինի։
ով ուզումա լինի պատասխանա տալու Վարոյի մահվան համար քերի։ Օրենքը օրենք։ Բայց ես էլ իմ ձևով եմ ստիպելու, որ պատասխան տա։ Ես կփորձեմ այդ նամակի պահը ճշտեմ։ Մի հատ էլ փաստաբաներ կխոսեմ, տեսնեմ ինչ նորություն կա։ Խոսա քերի։ Ես էլ դուրս կամ։ Քեզ մի բան էլ ասեմ։ Ինչ անելու ենք իրար հետ ենք անելու։ Ոնց ասես։